Դատարանի որոշմամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աչապահյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Ըստ սահմանված սահմանափակումների սրբազանին արգելված է բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց, ինչպես նաև ունենալ նամակագրություններ։ Միքայել Աչապահյանին այսօր դատարան էին բերել հիվանդանոցից։ Սրբազանը վերջերս էր վիրահատվել եւ բուժումը շարունակում է Իզմիրյան բժշկական կենտրոնում։ Շիրակի թեմի առաջնորդը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում է զանգվածային լրատվամիջոցների ու տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Ինչ արված է հրապարակային ասում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնաբանել է զինված ուժերում հոգևոր սպասավորների ծառայության վերաբերյալ վերջին փոփոխությունները։ Նախարարը հերքել է այն պնդումները, թե բանակում հոգևոր ծառայությունը դադարեցվում է, նշելով, որ փոխվել է միայն դրա բնույթն ու ենթակայությունը։ Ըստ նախարարի, այսուհետ հոգևոր սպասավորները պետք է ենթարկվեն զինված ուժերի բարեհոգեբանական գծով վարչությանը։ Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե քահանաներին 700,000 դրամ աշխատավարձ է առաջարկվում մայրաթորից հրաժարվելու եւ պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքելու դիմաց, նախարարը հաստատել է, որ պայմանագրեր կկնքվեն հոգևոր կրթություն ունեցողների հետ եւ նրանք կստանան բավարար աշխատավարձ, որը կտարբերվի նախկինում ստացածից։ Բանակում զինված ուժերում չի կարող լինել երկակի ենթակայություն։ Շնորհակալ։ Արամայիս Թախմազյանը, նախկին տեր Թադե քահանա եւ Ստեփան Ասատրյանը, նախկին տեր Արամ քահանա Ասատրյանը հայցադիմումներ են ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու։ Նրանք պահանջում են անվավեր ճանաչել ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունները եւ իրենց վերականգնել հոգեվոր հովվի պաշտոնում։ Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է ներկայացրել 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող եղասահորդներ Նիկիտա Ռախմանինի եւ Կարինա Ակոպովայի դեմ իրենց մրցութային ծրագրում Արցախ երաժշտական ստեղծագործության օգտագործման համար, գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Բողոքի մեջ նշվել է, որ նման ծրագրի ընտրությունը միջազգային մարզական միջոցառմանը, որը պետք է ապաքաղաքական մնա, ակնհայտորեն քաղաքական եւ գաղափարախոսական բնույթ ունի եւ հակասում է օլիմպիական արժեքներին։ Պետրոսյանը գնդակ ուղարկում է Տուգանային հրապարակի ձախ կողմը ջերասան խարված եւ հոյակապ գոլ։ Որեն Հովանիսյանն է հեղինակը։ Կան հաղթանակներ, որոնք մնում են արխիվներում, եւ կան հաղթանակներ, որոնք դառնում են ազգային դնթեի մաս։ 1973 թվական։ Մի ամբողջ ժողովուրդ շնչում էր մեկ ռիթմով, իսկ Հրազդան մարզադաշտի պատերը դղրդում էին Արարատ հուպտուր վանկարկումներից։ Այսօր այդ լեգենդար ակումբի մասին պատմող ֆիլմը արդեն էկրաններին է։ Սա պարզապես ֆիլմ չէ ֆուտբոլի մասին։ Սա հավաքական հպարտության, անկոտրում կամքի եւ այն հավատի մասին է, որ հայ մարդը կարող է լինել առաջինը, լինել լավագույնը եւ հաղթել անհաղթելիին։ Պատրաստվեք վերապրելու պատմությունը, որն ընդմիշտ փոխեց մեզ։ Ֆիլմի ծնունդը գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանի տարիների երազանքն ու աշխատանքն է։ Նա ամեն քայլ է քննարկել է լեգենդար Նիկիտա Սիմոնյանի հետ, ով ցավոք չի հասցրել տեսնել պատրաստի ֆիլմը, բայց օրհնել է դրա ստեղծումը։ Այն օրը, երբ որ ինձ մոտ եկավ այդ միտքը նկարահանել Արարատ 73 ֆիլմը, առաջինս ես իր հետ եմ կապնվել, իր հետ խորհրդակցել եմ երկար տարիներ, երբ որ մենք աշխատում ենք սցենարի հետ, ունենք իր հետ ամիջական կապ եւ միշտ իր հետ քննարկում էինք։ Ինքը ունեցել է ամենաուղիղ մասնակցությունը թե սցենարի մեջ եւ անգամ ֆիլմի ցավոք սրտի հատվածներ է տեսել։ Այս ֆիլմը կլինի հետաքրքիր բոլոր խավի մարդկանց համար, բոլոր սեռի մարդկանց համար։ Համոզված եմ, որ կանայք շատ կսիրեն մեր ֆիլմը, համոզված եմ, որ ֆուտբոլի սիրահարները շատ կսիրեն մեր ֆիլմը եւ նաեւ համոզված եմ, որ մեր հայ ազգի համար այս ֆիլմը այսօր թթվածինի նման կարեւորություն ունի։ Ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանի համար սա պարզապես հերթական աշխատանքը չի եղել, խոստովանել է հենց ռեժիսորը։ Նա ստիպված է եղել դերասանական խաղը միայուսել իրական սպորտի հետ, ստեղծելով մի միջավայր, որտեղ կեղծիքը անթույլատրելի էր։ Ռեժիսորի խոսքով ամենաբարդը ոչ թե տեխնիկական լուծումներն էին, այլ այն էներգետիկան, որը պետք էր արթնացնել նկարահանման հրապարակում։ Մեր մոտ ստեղծվեց թիմ, միքս դերասանների եւ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների։ Եվ ամենաերևի կարևոր բանը նա էր, որ իսկապես ստեղծվեց թիմ։ Ինչ-որ sense իր էներգետիկայով, իր կանոններով, իր տրամադրությունով, դա ամենաբարդն էր երևի։ Բայց պիտի ֆուտբոլ խաղալ նայել իմանա, ինչ
Սովորեցին։ Նույնիսկ նրանք, ովքեր կային դերասաններից շատ տաղանդավոր, շատ շնորհքով դերասաններից, կային մարդիկ, որոնք որ ֆուտբոլ խաղալ ընդհանրապես չգիտեին։ Եվ այո, 2-3 ամիս, շաբաթը 3 օր գնում էին շատ ծանր պարապմունքների եւ այն մինիմումը, որը որ պետք էր նկարահանումների համար, իրանք տիրապետեցին եւ ապրեն իրանք։ Շատ բարդ էր։ Սա Արարատ 73-ի մասին պատմությունը փոխանցել այն էներգետիկան, այն մաքրությունը եւ այն հավատալը, որ ունեին հիմա կարող ասեմ տղաները, բայց արդեն մեր համար տղաներ չեն նրանք, որ երբ որ հավատում ես, հնարավոր է հաղթել։ Դա շատ կարևոր է։ Արարատ 73-ը պարզապես ակումբ չի եղել եւ ոչ էլ սոսկ վիճակագրություն սպորտային տարեգրության մեջ։ Սա մի ամբողջ ազգի հավաքական երազանքի իրականացումն էր, որն այսօր 11-ներ անց նորից կենթանություն է առել մեծ էկրանին։ Вы же хороший тренер, да? Արարատ 73 ակումբի մասին պատմող ֆիլմը արդեն սկսել է իր հաղթարշավը։ Այն ցուցադրվում է ավելի քան 1800 կինոթատրոններում, Կամչատկայից մինչև Կալինինգրադ, Բելարուսից մինչև Ղազախստան։ Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի են ունենում ԱՄՆ-Իրան բանակցությունները։ Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցում են նախագահի հատուկ ներկայացուցիչ Ստիվ Ուիթքոֆը եւ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։ Կողմերը սկզբում առանձին հանդիպումներ են ունեցել Օմանի ներկայացուցիչների հետ եւ միջնորդ երկրին ներկայացրել իրենց շահերը։ Թուրքական եւ կատարական աղբյուրների փոխանցմամբ ԱՄՆ-ն ներկայացրել է կարգավորման մի նախագիծ, որը ներառում է խիստ պայմաններ Իրանի համար։ 3 տարով դադարեցնել ուրանի հարստացումը, իսկ 60% հարստացված ուրանի պաշարները հանձնել երրորդ երկրի, սահմանափակել բալիստիկ հրթիռների քանակն ու հեռահարությունը, դադարեցնել աջակցությունը ոչ կառավարական զինված խմբավորումներին։ Այս ամենի ֆոնին ԱՄՆ պետդեպարտամենտը հորդորել է իր քաղաքացիներին անհապաղ հեռանալ Իրանից։ Սա ընկալվում է որպես սահմանների հնարավոր փակման եւ ռազմական գործողությունների ազդանշան։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոստովանել է, որ Վաշինգտոնին չի հաջողվել ուղղակի կապ հաստատել Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ։ Ըստ վերլուծաբանների դա նշանակում է, որ Արաքչին հնարավոր է չունի վերջնական որոշում կայացնելու լիազորություն։ Բանակցություններից առաջ նախագահ Բեզեշքյանը պաշտպանության խորհրդի նախագահ է նշանակել Ալի Շամխանիին, որը համարվում է Խամենեիի վստահելի մարդ է եւ ունի ռազմական մեծ փորձ։ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի ժամկետն ավարտվել է եւ թե Մոսկվան, թե Վաշինգտոնը հայտարարել են նոր երկխոսության պատրաստակամության մասին, սակայն կողմերն ունեն տարբեր մոտեցումներ ապագա համաձայնագրի ձևաչափի վերաբերյալ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աջակցում են նոր եւ արդիականացված համաձայնագրի կնքմանը։ Սպիտակ տունը հրաժարվում է պարզապես երկարաձգել հին փաստաթուղթը։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Դինանոյի խոսքով 2010 թվականին ստորագրված պայմանագիրը կատարյալ չէր։ Վաշինգտոնն առաջադրում է երկու հիմնական նախապայման։ Նոր համաձայնագրում պետք է ներառվի Չինաստանը, փաստաթուղթը պետք է տարածվի նաև մարտավարական միջուկային սպառազինությունների վրա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ Մոսկվան պատրաստ է քննարկել ռազմավարական կայունության հարցերը։ Նա նշել է, որ բանակցությունները կսկսվեն այն ժամանակ, երբ պարզ դառնա ԱՄՆ-ի հստակ վերաբերմունքը ռազմավարական կայունության հիմնական հարցերին։ Ղազախստանում 15-ամյա դեռահասը կացնով հարձակվել է իր համադասարանցիների վրա։ 2 մարդ վիրավորվել է։ Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին։ Նրա ծնողներին մեղադրանք է առաջադրվել վատ դաստիարակության համար։